Երկու օրա այնքան բաներ ասում, մարդու սենց մարդ խնդալուց չգիտի ինչ անի։ Գիտի թե մարդիկ հարիվ են։ Ուղղակի, հատես այսօր մի հատ շատ հետաքրքիր բան ասում։ Ասում է, եթե Նիկոլին հեռացնեն ինձ ընտրեն, նայեք ուշադիր, սենց էլ ասում է, Աբխազիայի, չգիտեմ, ես իմեն խորհրդարանն է, ինչա ասել է, երկաթգիծը կբացենք։ Ուրեմն ես պարոն Քոչարյանին ուզում եմ ասեմ, որ Աբխազիայում նման բան չեն ասել։ Նման բան ասել են Ռուսաստանի օվերչուկները։ Իդես ինչի համար են ասել։ Խաբեության, այդ խոսքը միջև հունիսի 7-ն է մնալու, հունիսի 7-ից հետո այդ խոսքը արդեն բոլորը մոռանալու են։ Պարոն Քոչարյան, երբ որ դու ասում ես, եթե ինձ ընտրեք, ես կաշխատեմ այդ երկաթգիծը շատ արագ բացեմ, որ Երևան Մոսկվա գնացքը աշխատի։ Պարոն Քոչարյան, դու տեղյակ ես, որ Ռուսաստանում այսօր խոսքի հայերը, ով ուզում է իր նույնիսկ տունը վաճառի, ես մի բանը վաճառի, նույնիսկ իր արժեքի 20%-ով առնող չկա, դու տեղյակ ես դրանից։ Էտո այդ գնացքը նստելու գա Մոսկվա։ Կարող է գիտես, թե սովետական միության ժամանակներն է, գնացքը նստում են գանք Մոսկվա, գումից բանից սառոջկա բան առնենք, բերենք Հայաստան ծախենք։ Այ միամիտ տղա, դու պատահական քեզ Հայաստան բերին իշխանության, դու էլ արդեն քեզ դրել ես եսի ինչի տեղ, պատերազմներ, բաներ, մարդիկ չէին հասկանում, մտածված մութ ու ցուրտ տարիներ էին ստեղծել, մարդիկ չէին հասկանում ինչա կատարվում։ Հիմա դու կարաս մարդկանց քու էշհալով մարդկանց էշի տեղ տնես։ Դու որ ասում ես ես ամեն ինչ կանեմ, որ շատ արագ երկաթգիծը Մոսկվայի հետ բացվի։ Դու Վրաստանին հարցրել ես, Դու Վրաստանին հարցրել ես, Վրաստանը այդ երկաթգիծը կբացի, Վրաստանը կբացի այն ժամանակ այդ երկաթգիծը, երբ որ Ռուսաստանը համաձայնվի Աբխազիան վերադարձնի Վրաստանին։ Հասկացար։ Հետո ինչ Ղարաբաղցի ես, ուրեմն պետք է ամեն ինչ էլ ասես, նենց անկապ-անկապ։ Մոռացի էլի արա մի քիչ էլ որ Ղարաբաղցի ես։ Հայաստանի նախագահ ես եղել, բա դու գիտես թե մարդկանց հենց այնց կարաս խաբես, հենց այնց բաներ խոստաս, սուտ բան։ Քո համար կարևորը սուտ խոսալը չի, քո համար կարևորը պատահական, եսի ինչ որ ձևով, ինչ որ Ռուսաստանի օգնությամբ, մյուսի օգնությամբ, մի կերպ նորից իշխանության գաս։ Քո համար է դա կարևորը, բայց պատահականություններ էլ չեն լինելու քո համար, մոռացի։ Են պատահականորեն քեզով իշխանության բերավ, դու նրանց սաղին վերացրիր, մարդ չթողիր, սաղին վերացրիր, տենց, հետ որ ասում ես վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնաց Մոսկվա ակլորանալ բան, տենց բաներից ես խոսում, բա մեզ ումա պետք կզած նախագահը կամ վարչապետը, մեզ ումա պետք, բա մի վաղտ ասում էիր Նիկոլը նապաստակա, հիմա ասում ես ակլորանում է,
Քո խոսքերն եմ քեզ ասում, ես ինձանից ոչ մի բան չեմ մնարում, պարոն Քոչարյան։ Դու ասում ես Նիկոլը նապաստակ է։ Նա կարա Պուտինի առաջին խոսա, մոռացել ես այդ խոսքդ։ Վիդեոները կա, կարանք ճարենք դնենք նայես։ Հիմա ասում ես ակլորացել է։ Ախր խոսքերդ իրար հետ չի բռնում, պարոն Քոչարյան։ Հələ ես պատահական բաներ էլ խոսք մի տալ, որ ես կգամ, սենց կանեմ, նենց կանեմ։ Դու ոչ կգաս, ոչ էլ սենց կանես, նենց կանես։ Ոչ մի բան էլ չես անի։ Հասկացար։ Չի լինելու նման բան։ Դու խորհրդարան չես անցնելու։ Չես անցնելու։ Այս ընտրություններում չկա Սամվել Կարապետյան, որ քեզ օգնի նույնիսկ։ Այդ որ ասում են Սամվել Կարապետյանը բան էսեն, չէ, այնի չկա։ Սամվել Կարապետյանը ընտրություններում գոյություն չունի։ Նարեկը բանը քո ձայները մի 7-8% քեզանից կտանի, ինքը իրանք կմտնեն խորհրդարան, դուք կհայտնվեք Սերժ Սարգսյանի կողքին։ Վերջ, սա քո վերջի ընտրություններն է, որ քեզ այս պետությունը թույլ է տալի մասնակցես։ Հաջորդ ընտրություններում դե, չգիտեմ, կարող է ես էլ դու էլ արդեն չլինենք, հասկանում ես, մեծ մարդիկ ենք, էլի։ Կարող է չլինենք, բայց էլ չես լինելու, մոռացի։ Դրա մասին ընդհանրապես դու քո երեխաների վրա ես բան դրել։ Քարես դրե այդ երեխանց վրա։ Այդ քո խաթր, քո երեխեքն էլ կարիերա չեն ունենալու այս երկրում, հասկանում ես։ Քո խաթր, քո երեխեքը, ոչ Լևոնը, ոչ Սեդրակը, ոչ աղջիկը կարիերա չեն ունենալու։ Հա, թեթև բիզնես բան են անելու, ապրելու են, եւ վերջ, ուրիշ ոչ մի բան։ Հույսը ոչ մի բան չդնի։ Իշխանության բառից մոռացեք։ Չի լինելու։ Ես տղամարդ տղա եմ, ես ասում եմ, դու խորհրդարան չես անցնելու։ Քո ձայները Նարեկ Կարապետյանին են տալու, դրանց ուժին են տալու, դու թռնելու ես։ Չես հավատում, չէ՞։ Նայես ուշադիր։ Ինչա կատարվելու։ Դու թռնելու ես։ Պարոն Քոչարյան։ Այս ինձ։ Այնքան բանում եմ ասելու, պարոն Քոչարյան, բայց ուր ասեմ։ Երկու ամիս ժամանակ կա, կամաց կասեմ, էլի։ Դու դե ինչ կարում ես, ինչ ասես մեկա, ես քեզ դզելու եմ։ Այդ հարցով մեկ էլ եմ ասում, հլը մի հատ փորձի վրացիներին հարցրա։ Հնարավոր է, որ Քոչարյանը նա երկրի ղեկավար դառնա, դուք երկաթգիծը բացեք։ Հլը մի հատ փորձի վրացիներին այտենց հարցում արա։ Գոնե նենց ստից, նայի ինչ պատասխան ես ստանալու։ Իսկ աբխազները կառավարում են Ռուսաստանով, հա, ռուսը կարող է նրանց ասի, պետքա բացենք, նրանք համաձայնվեն։ Ասի արխեին, ես արխեին կոնտրոլի տակ եմ պահելու, ձեզ վտանգ չի լինելու, երաշխավորի, ձեր սիրած խոսքը, երաշխավորի։ Հասկանում եք, կարող է աբխազներին երաշխավորի, բայց դա պարի դա վրեմենի։ Խոսքս էլ հիշի, Աբխազիան էլա գնալու Վրաստան, մտնելու է Վրաստանի մեջ նորից։ Էդի 100%-ով։ Այսօր չլի վաղն լի։ Անցնելու է, չի մնալու ոչ մի բան հենց նենց։ 1947 թվից, պարոն Քոչարյան, խոսքս հիշի, 1947 թվից այս կողմ ՄԱԿ-ի օրենքների առաջի խախտողը անձամբ դու ես։ Անձամբ դու ՄԱԿ-ի օրենքները խախտողը առաջինը դուն ես, որ ՄԱԿ երկրի պետության օրենքներ ես խախտել։ Առաջինը դու ես, դու գիտես դրա մասին։
Եթե գիտես ուրիշ պետության անուն, դու ասա չէ, ասա նրանք էլ են խախտել, մենակ ես չեմ։ Քեզանից հետո այդ օրենքները խախտելա քո եղբայրը, Հյուսային։ Ես օրենքներից եմ ասում, ես ինձանից ոչ մի բան չեմ հնարում, ես ինչ տեսել եմ, տենում եմ, են էլ ասում եմ։ Չկա աշխարհում ուրիշ պետություն, այսքան Ամերիկան, ստեին դե բամբիտ անում, բանանում, մի խոսքով ամեն տեղ, էլ Քուվեյթում, էլ ամեն տեղ, էլ Սադամին, էլ Սիրիային, բայց ոչ մի պետությունից մաս չի խլում, նա Իրանին ա բամբիտ անում, մաս չի խլում, հասկանում եք, առաջի խախտողը 1947 թվից դա եղել ես անձամբ դու, դրա համար էլ այսօր Հայաստանը պատժվում ա, քո խաթր Հայաստանը պատժվում ա, 200 պետություն կա ՄԱԿ-ում, թե ինչքան ա, տոչնի ցիֆրը հիմա չեմ կարող ասեմ, բոլորը դեմ են եղել քո Ղարաբաղի հանդեպ, հասկանում ես, բոլորը։ Մի հատ պետություն չի եղել, որ կողմ լինի, որովհետև ՄԱԿ անդամ պետության օրենքները չի կարելի խախտել։ Խախտողը միայն դու ես եղել, մեկ էլ քո Հյուսային ընկերն ա հիմա խախտում։ Ուրիշ պետություն աշխարհում գոյություն չունի, որ մեկը խախտած լինի, ինչ որ մեկի սահմանը, ես մի բան, Ադրբեջանը հիմա մեր սահմանը դե արդ չմտավ, չխախտեց, եթե խախտեր Իրան էլ նակազատ կանեին։ Մի քիչ տենց սարերում, մարերում մի երկու բարձունքա գրաված նստած, դուրս ա գալու օրենքներով, ՄԱԿ-ի օրենքներով, ամեն ինչի օրենքներով, դուրս ա գալու։ Մենք 30 տարի եղել ենք իրանց տարածքում, հիմա էլ նայել իրան, քանի խաղաղության պայմանագիրը չկա, քանի այդ սահմանները գծած չի, մի քիչ էլ ինքն այլի մզացնում մեզ խախտում։ Եվ վերջ, ուրիշ գաղտնիք չկա։ Բայց նրան գլխի գցեցին, որ Հայաստանի սահմանները չխախտես, թե չէ քո համար վատ կլինի։ Եվրոպան բանը գլխի գցեցին, որ սահմանները չխախտեք։ Դրա համար էլ կանգնեց։ Տանես չի, որ վախեցավ մեզանից կանգնեց։ Ոչ, նրան կարային այդ ժամանակ արդեն երկու օրվա մեջ մտնեին Երևանով, մտնեին գնային բան, ինչա, Նախիջևան։ Բայց չարին։ Որովհետև աշխարհը նրանց ասեց Նելիզիա, պարոն Քոչարյան, իսկ դու մտքովդ ուրիշ բան է, Ղարաբաղցիներին խաբում ես ասում, Ղարաբաղ վերադառնալու ենք, եթե դուք ուզեք։ Ուզում են Ղարաբաղցիները, ուզում են վերադառնան։ Քիչ են ուզում։ Ինչ ես անելու։ Իմ պապն էլ Ղարսից է, իրական Հայաստանից։ Ղարաբաղը հələ իրական Հայաստան երբեք չի եղել, բայց Ղարսը եղել է իրական, պատմական Հայաստան։ Իմ պապն էլ ընդեից է փախել 15 թվին։ Եվ ուզում եմ Ղարսը, հա, հետո ուզում եմ։ Տվողնով է։ Օրենքներ կա, չէ։ Հիմա գործում է 1947 թվի ՄԱԿ-ի օրենքները աշխարհում։ Կրկնում եմ, տենում ես այսքան պատերազմներ կա, ոչ մեկը ոչ մի պետության բանը սահմանը չի խախտում, չի խլում։ Տանում է նրանց պարտության ու ասում է, «Վсё, դե ձեր երկրում իշխանությունը փոխեցեք, ապրեցեք»։ Բայց սահմանները չի խախտում ոչ մեկի։ Ոչ մեկի սահմաններ չեն խլում մեկ մյուսից։ Իսկ դու խլել ես։ Այս մեկը խլել է, որ այդ դրա համար մեկը այսօր թե մյուս օրը պատժվելու է։ Ոնց որ մենք պատժվեցինք։ Քեզ դասընթացներ եմ տալու ես, պարոն Քոչարյան։ Կներես, բայց դրա կարիք ունես։ Ժողովուրդ ջան, լավ եղեք։ Ձեր խնդրանքով ասում եմ, էլի մի երկու բառ Քոչարյանից ասում եմ, որ իմանաք Քոչարյանը ոչ մի բան է։ Ոչ մի բան է, զրո, ընդամենը զրո։ Նա պատահական է եկել Հայաստան երկրի ղեկավար դառել։ Ասես
Հիմա էլ պատահական նենց անկապ բաներ ա խոսում։ Անկապ։ Հասկանում եք։ Ուրիշ երկրների տեղը ինչ որ բաներ ա խոստումներ ա տալի։ Գիտի թե Պուտինը հեսա հրաման կտա վրացին կբացի։ Հասկանում եք, դες բաներ ա մտքով անց կենում։ Լա մի հատ չի հարցնում, էլ սրան մի բան հարցնող կա այս աշխարհում։ Ինչ որ մեկը հարցնում ա, Քոչարյանից բացի։ Դե լավ մնացեք ժողովուրդ ջան։